Փլուզված պատեր, ճաքած առաստաղ, խոնավությունից սևացած միջանցքներ, ամեն անկյունում աղբակույտերը ուղղակի անտանելի գարշահոտություն։ Եվ ոչ այս ամեն ինչը սարսափ ֆիլմի նկարահանման հրապարակում չէ, այլ Գյումրիի ռադիոգործարանի շենքում։ 88-ից հետո կիսախարխուլ ու կիսափուլ մնացած այս շենքում թվում է, թե կյանքի նշույլ իսկ պետք է չլիներ, բայց իրականությունը այլ է։ Հակասանիտարական ու սոցիալական այս սարսափելի պայմաններում 9 ընտանիք է ապրում։ Ինչքան էլ տարբեր լինեն այս շենքում ապրողների ընտանեկան պատմությունները, մեկ բան ընդհանրական է. բոլորը վթարային հանրակացարանում են բնակության այլ տեղ չունենալու պատճառով, ու բոլորը հանդուրժում են կենցաղային վատ պայմանները։ Քաղաք մտնող ելնող մարդկանց աչքից հեռու շենքում առնետներ են վխտում, փտած տանիքից անձրևներն են սենյակները քայքայում։ Պատերի ու առաստաղին կոսմետիկ ձև են տվել պոլիէթիլենային տոպրակները։ Առավոտն են թափեքերել է, Էլա երորդ հարգն էլ թապիտը դեղել եմ տաշտմաշտերելի, որ չկատային է կատակ, Տիկին Սիլվան այս շենքի ամենահին բնակիչներից է, 37 տարի որդու հետ ապրում էր հանրակացարանի մեկ սենյակում։ Ոչ ջուր կա, ոչ սանհանգույց, ոչ խոհանոց, անմարդկային պայմանները քայքայել են որդու առողջությունը։ Անբուժելի հիվանդությունից տղային կորցրած մայրը 2 տարի է մենակ է այս 4 պատերի մեջ, ինքն էլ առողջություն չունի։ Ինձ կաբրիս Կարշների հետ, ամբես լավ է որ, խունավ ադիշկա։ Հանրակացարանային շենքը պահպանություն չի տեսել, տանիքը վաղուց է փտել, կենցաղային որևէ հարմարություն չկա։ Մասնակի վթարային շենքում երեխաներ են ապրում։ Տիկին Գալյան 7 տարեկան թոռնիկին է խնամում, շիշ, ալյումին ու մետաղի ջարդոններ է հավաքում, հանձնում, որ հոգա ամենօրյա կարիքները։ Ուր է տամ ազիճան, պաժարին տնեի կործարինք, ընկանք սապարագան, Յանի տեղեկան կաբրել էս իջան, 20 տար։ Շենքը հիմնանորոգելու մասին խոսք ու զրույց 9 ընտանիքների հետ նորից շաբաթներ առաջ է եղել։ Քաղաքապետարանից մարդիկ էլի եկել են, ասել, որ շենքից իրենց հանելու են։ Ուր են գնալու, առաջարկը վարձով տեղափոխվելն է, մինչև շենքում շինարարությունն ավարտվի։ Իսկ վարձակալության գումարները քաղաքապետարանն է հատկացնելու, բայց բնակիչները կասկած ու մտահոգություն ունեն, որ փոխհատուցումը ժամանակին կլինի։ Մեր վաղտասեցին որ վարձը բնտանյանի մեզ տաներ սաղիս, օբշի, իշկա բնագիշկա։ Գումարը բնտարամադեպետություն է։ Բնականաբար քաղաքապետարանը պիտի ազատի այդ 9 բնակարանները, բնակ պաշտպան բաժինը նաև կհանձնարարվի ժամանակավորապես թվով 9 ընտանիքների բնակարանային ապահովման հարցը ժամանակավոր, մինչև կառուցապատումից հետո որոշակի այդ 9 ընտանիքին հատկացվեն նոր բնակարաններ։ Հանրակացարանի վերակառուցման նախագիծը 7 ամիս առաջ են սկսել, ավարտական փուլին են հասնում։ Քաղաքի բյուջեից 5 միլիոն դրամ է ծախսվել նախագիծ կազմելու համար։ Իսկ շինարարի մրցույթին հողօգտագործման եւ քաղաքաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս ունի, որ 1 շաբաթվա ընթացքում հերթ կհասնի։ Շենքի 4 հարկերն էլ որոշել են պահել, ապա մոնտաժումից հրաժարվել են։ Սկզբում նախատեսվում էր վերին 4 հարկի ապամոնտաժում, բայց նախագծողների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ հնարավոր է նաև վերին հարկը պահպանել, ուղղակի ամրացման, վերականգնման աշխատանքներ իրականացնել ու ունենալ այդ 51 բնակարանները։ 2 անձով մեկ ընտանիք էլ հանրակացարանի դիմաց նույնատիպ երկվորյակ շենքում է ապրում։ Նախկինում ուսումնարան է եղել այն, քաղաքապետարանի հաշվեկշռում չէ եւ համարվում է պետական սեփականություն։ Քաղաքապետարանում այժմ փաստաթղթավորման գործընթաց է ընթանում այն համայնքին փոխանցելու ուղղությամբ։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։